Ինչու է Ալիևը Իրանի արտգործնախարարին դիմավորելու ուղարկել միայն Թեհրանում Ադրբեջանի դեսպանին։ Ադրբեջանցի ուրիշ պաշտոնյա չի գնացել Բաքվի օդակայան հարևան պետության պատվիրակությանը դիմավորելու համար։ Սա մեսիջ է, որ չպետք է կուլ տա Թեհրանը, գրում են իրանցի փորձագետները։ Սա որպես մեսիջ պիտի ընկալենք, որտեղ նման մակարդակի ընդունելությունը չէին սպասում իրանական կողմում, եւ փորձագիտական շրջանակները զգուշացնում են դրա հետ կապված, դա անընդունելի եւ անհարգալից են համարում Իրանի համար։ Ադրբեջանն իր պրոտոկոլից չի շեղվելու Իրանի պատվիրակությանն ուղեկցել է շեհիդների պուրակ, որտեղ թաղված են նաև Արցախյան պատերազմների ժամանակ սպանված ադրբեջանցիները։ Արարչին Իրանի կառավարության անունից ծաղկեպսակ է դրել։ Տանելի մակարդակում են երկու պետությունների հարաբերությունները, նկատում են փորձագետները։ Չնայած Թեհրանն ու Բաքուն հայտարարել են, որ պատրաստվում են հարաբերությունները սերտացնել, Իրանում բնակվող հայազգի փորձագետ Արամ Շահնազարյանի աչքից չի վրիպել արարչի այն հայտարարությունը, թե Իրանն ու Ադրբեջանը դեռ տարաձայնություններ ունեն։ Մենք դեռ տարաձայնություններ ունենք, սակայն ընտրել ենք այդ խնդիրները բանակցություններով լուծելու ճանապարհը։ Վտանգ է զգում Իրանն Ադրբեջանից։ Չնայած Ադրբեջանի արտգործնախարարը նաև ամիսներ առաջ հավաստիացրել էր իրանցի գործընկերոջը, որ Իրան-Իսրայել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի, մտահոգ են Թեհրանում։ Իրանցի փորձագետները հունիսին գրում էին, թե Իսրայելը պլացդարմ է դարձրել ադրբեջանական տարածքները եւ պատերազմի օրերին ՀԹՍ-ներ է երկինք բարձրացրել։ Եթե հնարավոր էսպես երկրորդ պատերազմի երկրորդ փուլը սկսվի Իրանի եւ Իսրայելի միջև, Իսրայելը հաստատապես այս անգամ կօգտագործի Ադրբեջանի հնարավորությունը Իրանին հարվածելու համար։ Իսրայելին քննադատող Թուրքիայի հետ է Իրանը փորձում լավացնել հարաբերությունները, նկատում են փորձագետները։ Թուրքիայի քաղաքական ու աշխարհագրական դիրքը ձեռնտու են Իրանին, մանավանդ հիմա, երբ ավելի են կոշտացել արևմուտքի պատժամիջոցները։ Իմ թշնամին իմ բարեկամն է, այդ սկզբունքով են առաջնորդվում եւ դա դարձել է այսպես կոչված շարժիչ ուժը երկկողմ հարաբերություններում։ Չնայած Հարավային Կովկասում արմատական տարաձայնություններին Իրանի ու Թուրքիայի նախագահները որոշել են հանդիպել։ Մոտ ժամանակներս հնարավոր է Իրան մեկնի Թայիպ Էրդողանը։ Իրանական կողմն է հայտարարել առանց ժամկետները հստակեցնելու։ Թուրքիայի նախագահը վերջին անգամ 3 տարի առաջ է եղել Թեհրանում։ Ռուսաստանի նախագահի հետ քննարկում էին իրավիճակը մեր տարածաշրջանում։ Գայանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։